Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ են միացել։ Մեդիալաբը շարունակում է ոդքասթների իր շարքը, պատերազմի հետքն է եթերում, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր կխոսենք արտագաղթից եւ մեր հյուրն է Տաթևիկ Բադալյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչության եւ զարգացման ծրագրերի ղեկավարն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալելու համար։ Ես եմ շատ շնորհակալ մեր հրավերն ընդունելու համար։ Տաթև, ես կուզեի նախքան բուն Հայաստանին անցնելը փորձենք ընդհանուր պատկերը ներկայացնենք։ Պարզ տարական առօրեական տրամաբանությունը հուշում է, որ պատերազմն ու արտագաղթը պետք է որ իրար հետ կապ ունենան։ Արդյոք կան հետազոտություններ, կա ինչ-որ պատկերացումներ այն մասին, թե ինչպես է պատերազմը ազդում արտագաղթի վրա, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում այստեղ պետք է հասկանալ արտագաղթը պատերազմի հետ ինչպես է կախված տեղահանման եւ մարդկանց մեկնելու տրամադրությունների հետ կապված։ Այսինքն ամբողջ աշխարհում 2020 թվականին ըստ միգրացիայի միջազգային կազմակերպության ցուցանիշների 280 միլիոնից ավել միգրանտ կար, այսինքն մարդիկ, ովքեր տարբեր հոսքերում են ներգրավված։ Եթե խոսում ենք պատերազմից, ապա այստեղ կարևոր է հասկանալ արդյոք մարդիկ մեկնում են տեղահանման սկզբունքով, այսինքն դառնում են փախստական կամ ապաստան հայցող, եւ այս դեպքում ունենք օրինակ աննախադեպ Ուկրաինայի թիվը 17 միլիոնից ավել մարդ, ովքեր որ թե ներքին, թե արտաքին միգրացիայի էին դիմել զուտ պատերազմական գործողությունների հետևանքով փախնում են պատերազմից, Այո, դա առանձին սկզբունք է, այսինքն օրինակ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գիտագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն 35 միլիոնից մարդ է ավել փախստական, եւ այդ փախստականները լքում են իրենց բնակավայրերը, ծագման երկրները կամ այնտեղ որտեղ որ ապրում են, տեղահանության, խոշտանգումների, ներառյալ նաեւ կոնֆլիկտների պատճառով։ Ամբողջ աշխարհում շատ են կոնֆլիկտները, այդ պատճառով էլ այդ 281 միլիոն մարդկանց մեջ շատ են այն փախստականներն ու ներքին տեղահանված անձինք, ովքեր պատերազմի եւ պատերազմի հետևանքների պատճառով են լքում իրենց բնակավայրերը։ Միևնույն ժամանակ շատ են այն միգրանտները եւ ելի միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալները հուշում են, որ նրանք ավելի շատ մեկնում են լավ աշխատանքի, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավելու։ Հետպատերազմյան վիճակի արդյունքն է։ Կարող ենք ասել հետպատերազմյան, բայց այդ խումբը մարդկանց միշտ մեկնել է անկախ պատերազմից, այսինքն միշտ փորձել են իրենց ծագման երկրից դուրս կամ իրենց բնակավայրից դուրս առավել լավ կենսապայմաններ գտնել իրենց ընտանիքի համար եւ նաեւ շատ են հետաքրքրական այն փաստը, որ միգրանտներ, ովքեր արդեն ծնվում են այն երկրում, որտեղ որ իրենց ծերունդները տեղափոխվել են ապրելու, Այս առումով մեծ երկրներ, ովքեր ընդունում են միգրանտներին, ԱՄՆ-ն է, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան։ Բայց նաև եթե օրինակ վերցնենք փախստականների տեսանկյունից հենց պատերազմի պատճառով, Թուրքիան ամենամեծ երկրներից էր, ով ընդունել էր 3 միլիոնից ավել մարդ Սիրիայի պատերազմի հետևանքով։ Ուստի որ ձեր հարցին վերադառնեմ եւ ամբողջացնենք, բնականաբար պատերազմը զուտ կոնֆլիկտի եւ անվտանգության հետ կապված հարցերի հետ կապված շատ մարդկանց է դրդում ամբողջ աշխարհով մեկ լքել իրենց ծագման երկրները, բնակավայրերը, բայց միևնույն ժամանակ այնպես չէ, որ ընդհանուր այդ միգրանտների թվի մեջ 280 միլիոն միգրանտների մեջ նրանք շատ խոշոր մաս են կազմում, մեծ մաս են կազմում, բայց միևնույն ժամանակ միգրանտների հոսքերը այդ լավ կենսապայմաններ փնտրելու ակնկալիքից են դրդված։ Շատ լավ, արդեն վերադառնանք մեր տարածաշրջան, մեզ մոտ ես ինձ հիշում եմ որպես լրագրող արտագաղթի մասին խոսակցությունները միշտ կային, Ես անգամ կարող եմ ասել, որ առօրեական, քաղաքական, քաղաքացիական խոսույթների մաս է դարձել, անգամ սպառնալիքների տեսքով, եթե ինձ լավ չլինի, ես կգնամ կամ վերադարձի մասին ենք շատ խոսում եւ այլն։ Այսինքն մեզ մոտ սա շատ կարեւոր հարց է։ Հայաստանում իրավիճակը ինչ է։ Որքան ես հիշում եմ 2019 թվականին խոսում էին այն մասին, որ ներգաղթներ առաջին անգամ շատ բարձր ներգաղթ են նկատվել 2020-ից հետո պատկեր ունենք որոշակի։ Տեսեք, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը կատարեց վերջերս հետազոտություն 2018-ից 21 թվականների արտագաղթի եւ միգրացիայի պատկերը հասկանալու նպատակով, թեև այդ ժամանակից անցել են մի քանի տարի եւ շատ է իրավիճակը փոխվել, բայց այնուամենայնիվ այդ տվյալները մեզ թույլ են տալիս ինչ որ առումով եզրահանգումներ կատարել, թե գոնե այդ թվականներին եւ 2019 եւ հետպատերազմական շրջանում ինչ իրավիճակում էինք գտնվում արտագաղթի տեսանկյունից։
Եվ ըստ այդ հետազոտության արդյունքների գերակշիռ մասը մարդկանց, ովքեր արտահայտում էին մտադրություն մեկնելու, հիմնական խնդիրը տեսնում էին բարձր ավելի լավ վարձատրվող աշխատանք գտնելու մեջ։ Այսինքն սոցիալ-տնտեսական պայմանները առաջին գործոնն էր հանդիսանում այն մտադրության, որ մարդիկ ցանկանում էին արտագաղթի մեկնել, բայց սա մենք խոսում ենք մտադրության մասին։ Հետազոտությունը չի կարող ասել, թե այդ մարդկանց քանի տոկոսի վերջո մեկնեց։ Երկրորդ տեղում ըստ պատճառների, եթե խոսում ենք արտագաղթի, անվտանգության հետ կապված հարցերն էին։ Եթե 2019 թվականին հետազոտությունը ցույց էր տվել, որ մարդիկ էլի սոցիալ-տնտեսական պայմաններում, այսինքն թե առաջինը լավ վարձատրվող աշխատանք, երկրորդը գործազրկությունն էր պատճառը, հիմա արդեն երկրորդ տեղում էր 20 թվականից հետո անվտանգության հետ կապված հարցերը, եւ սա մենք կարող ենք դիտել որպես պատերազմի հետևանք։ Այսինքն, եթե ոչ ուղիղ պատերազմը եւ մարդիկ չէին ասում, որ ես ուզում եմ մեկնել պատերազմի պատճառով, ապա պատերազմի հետևանքները ինչ որ առումով մարդկանց տրամադրությունների վրա ազդել էին։ Օրինակ, երրորդ տեղում էին անվստահությունն ապագայի նկատմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտը, այն ժամանակ երբ արվել էր հետազոտությունը, քաղաքական իրավիճակն էր բավականին լարված, եւ մարդիկ այդ համալիր պատճառների, համալիր գործոնների հաշվի առնելով ցանկանում էին մտադրություն էին հայտնում մեկնելու։ Հետազոտությունը իր փորձագիտական կարծիքն էր տվել, որ ի վերջո այդ մտադրություն հայտնած մարդկանց 1/3-ը կմեկնի, մնացածները ուղղակի տեսնում են որպես իրավիճակից դուրս գալու ինչ որ իմպուլսիվ որոշում, որ ես կմեկնեմ այն ձեր ասացի պես, սպառնալիք չի հնչում, բայց ես կմեկնեմ, որպեսզի ավելի լավ պայմաններ ստեղծեմ իմ ընտանիքի համար կամ խուսափեմ անվտանգության ապագայի հետ կապված անվստահության հարցերից։ Այդ անվտանգության հարցը պատերազմի հետ կապված, այսինքն բոլոր են խոսակցությունները, մենք հաճախ ենք հենց նույն այս տաղավարում խոսել, որ չկա զգացողություն, որ պատերազմն ավարտված է, այդ անավարտության, այսինքն զգացողությունը մարդկանց դրդում է ինչ-որ չափով փախնել, այսպես ասենք, ինչ-որտեղ անվտանգ ապահով կացարան գտնել, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, բնականաբար մենք առաջին հերթին փորձում ենք որպես մարդիկ ապահովել մեր անվտանգությունը եւ հետազոտությունը, քանի որ արվել էր 21 թվականին, այդ ժամանակ այդ զգացողություններն ավելի սուր էին, որովհետեւ հետպատերազմական վիճակը բնականաբար ավելի լարված էր դեռ ու ավելի մարդիկ վառ էին զգում այդ ամենը եւ խնդիրները դեռ པարզ չէին, լուծումները բնականաբար հիմա էլ չունենք այդպիսի որոշակի պատկեր ինչ կլինի, բայց գոնե մարդիկ ինչ որ ժամանակ անց գուցե մտափոխված կամ մտադրությունները այլ լինեն, ուստի կրկնակի հետազոտություն անհրաժեշտ կլինի վերահաստատելու կամ շղթելու համար այս պատկերը անվտանգության հետ կապված, որովհետև ինչպես նշեցի, դա երկրորդ պատճառն էր մարդկանց մտադրությունների։ Ներգաղթի հետ կապված որոշակի տվյալներ ունենք։ Դե ներգաղթի հետ կապված կախված է թե ում նկատի ունենք, օրինակ եթե խոսում ենք ՀՀ քաղաքացիների մասին, ինչպես նշեցիք 2019 թվականին ունեցանք դրական տեղաշարժ, հեղափոխությունից հետո կար, ինչ որ դրական դինամիկա, 2022 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալները, որ նայում ենք, էլի դրական է ցուցանիշը 6000-ից ավել մարդ է, որ մեկնողների եւ ժամանողների միջև ունեցել ենք եւ արդեն 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո ունեցել ենք արդեն ներհոսք Լեռնային Ղարաբաղից, ուստի այդ տարբեր խմբերի գալը Հայաստան կարող ենք այո ընկալել որպես թե ներգաղթ, ռելոկանտները կարող ենք հաշվել 2022 թվականի։ Բայց այստեղ երևի թե պետք է ֆիքսենք ներողություն ընդհատեցի, որ այս դեպքում ներգաղթի բուն պատճառը Հայաստանի Հանրապետության ձգողականությունը չի, այսինքն արտաքին պատճառների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ստացել ներգաղթ, ես ճիշտ եմ ասում։ Այո, 2019 թվականին ինչ որ առումով գուցե հենց ձգողականությունը լիներ, ոգևորությունը, վստահությունը, թեև այնպես չի, որ մենք ինչ որ հետազոտության արդյունքում կարող ենք դա փաստել, բայց ամեն դեպքում այդ միգրացիայի առումով, որ մենք հարցաթերթեր ենք լրացրել մարդկանց հետ, այդ գործոնը նշվել էր, այդ դրական դինամիկան 2019 թվականի նշվել էր, բայց ամեն դեպքում ինչը որ հաջորդեց հետո արդեն ինչ որ իրողությունների ու արտաքին պատճառների ազդեցության հետևանք կարող ենք համարել։
Շատ լավ, դուք հաղորդումը սկսելուց առաջ մեր հետ զրույցի ժամանակ նշեցիք, որ կան տնային տնտեսությունների կենսամակարդակի ուսումնասիրություն, որ խնդրեմ մի քիչ ավելի շատ կներկայացնեք, որտեղ ես կասկածում եմ, որ սա նույնպես շատ ուղղակիորեն կախված է արտագաղթի եւ ներգաղթի այս մարդկանց հոսքի հետ։ Վիճակագրական կոմիտեն է ամենամյա սկզբունքով իրականացնում այդ էլի հարցաթերթերի հիման վրա տնային տնտեսությունների կենսապայմանների ուսումնասիրություն, որը թեև ոչ ստույգ, բայց ամեն դեպքում էլի տալիս է տվյալներ կապված միգրացիայի մտադրությունների, թե քանի մարդ մեկնեց, քանի մարդ վերադարձավ։ Եվ վերջինը 2022 թվականին է հրապարակվել 2020-ից 2022 թվականների հետազոտության արդյունքները, որտեղ կան տվյալներ եւ մեկնողների եւ վերադառնողների թվերի մասին, բայց առավել կարեւորը յետևի պատճառները հասկանալ, այս դեպքում կրկին սոցիալ-տնտեսական պատճառները եւ առավել բարձր վարձատրվող աշխատանքի գործոնը առավել բարձր մակարդակ է զբաղեցնում մյուս խնդիրների նկատմամբ, որոնցից կարող են նաև պատերազմի հետևանքները, հա, էլի վերադառնալ։ Եվ Տաթևիկ, ես ճիշտ եմ հասկանում, որ խնդիրը ոչ այնքան, այսպես ասեմ, մեզ մոտ շատ հաճախ գոնե մեդիայում այսպիսի դիսկուրս կա, որ մարդիկ աղքատությունից են, ծայրահեղ աղքատությունից դրդված արտագաղթում են, բայց որքան ես եմ հասկանում ձեր խոսքերից, այնպես չի, որ մարդը կարող է չլինել ծայրահեղ աղքատ, մարդը կարող է ապահովել, հա, իրեն եւ իր ընտանիքին, բայց արտասահմանում այլ երկրներում տեսնել ավելի լավ ապրելու հնարավորություն, այսինքն մեր մոտ այնպես չի, որ հենց աղքատությունից են փախնում։ Շատ ճիշտ է, եւ հետազոտության արդյունքները կրկին ցույց էին տալիս, որ հարցվածների մեծ մասը, ովքեր որ մտադրություն էին հայտնում արտագաղթելու, նրանցից շատերը ունեին արդեն աշխատանք, արդեն այսինքն վարձատրվող աշխատանք։ Մեկ այլ հարց է, թե արդյոք այդ աշխատանքի միջին տարեկան եկամուտը կապահովեր նրանց համար կենսապայմանների այն մակարդակը, որին իրենք էին ձգտում, կամ որը ակնկալում էին, որ արտերկրում ավելի բարձր կլինի։ Ուստի ինչքան էլ որ իրավիճակը փոխվում է եւ այս տարիների ընթացքում էլ փոխվել է, միևնույն է շատ մարդկանց շրջանում է այդ առավել լավ պայմանների, առավել լավ կյանքի ձգտելու, առավել լավ կենսապայմաններ ունենալու ձգտումը բարձր տեղ զբաղեցնում այդ մտադրությունների գործում, թեև միշտ էլ մեզ թվում է, որ դրսում ավելի լավ է, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է իրականում, հա։ Չենք կարող վստահաբար ասել։ Մեկնելու երկրները Հայաստանից հիմնականում որ երկրներն են արտակարգ։ Ըստ այդ վերջին 2022 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալների գերակշիռ մասը շարունակում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Պարզապես այդպես ավելի հեշտ է։ Քանի որ ենթադրում եմ, որ աշխատանքային միգրացիայի մասին ենք խոսում եւ այնտեղ նրանք ներառված են շինարարական աշխատանքներում սեզոնային կամ գյուղատնտեսական, հա, այդ աշխատանքային միգրացիայից դրդված լեզվի գուցե բարիերը չկա, մարդիկ իրենց ավելի արագ ապահով տեղաշարժն են ապահովում, աշխատանքն են գտնում գուցե բայց նաև կային այլ երկրներ եւ հարակից երկրներ եւ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Ես այսպիսի պնդում եմ լսել, որ արտագաղթի տեսակետից սփյուռք ունենալը համ նվեր է, համ անեծք է, այսպես ասած, որովհետև եթե դու ունես սփյուռք, դու կարող ես կոպիտ ասած Հայաստանից մեկնել Լոս Անջելես եւ քեզ համար բավականին հասկանալի միջավայր ընկնես, ունենաս հայախոս հարևաններ, բարեկամներ, ընկերներ, բայց նաև սա է դառնում են պատճառը, որ քեզ հեշտությամբ քաշում են քո երկրից։ Շատ դժվար է Հայաստանից պարզապես թողնել գնալ Էկվադոր, որտեղ ոչ ոքի չես ճանաչում, իսկ այ Գլենդել, որտեղ քո բարեկամների չգիտեմ, կես այնտեղ են ապրում, շատ ավելի հեշտ է, դյուրին է թվում առնվազն։ Ճիշտ է, իրականում էլի հետազոտությունները ցույց են տալիս, որ եւ իրականում սա նաեւ նշված է ժողովրդագրության ռազմավարության միգրացիայի դրդապատճառներից մեկը, որ սփյուռքի մեծ սփյուռք ունենալը այս առումով օգնում է մարդկանց, որ երբ որ մտածում են ուր մեկնել, առաջինը հիշում են այն երկրները բնականաբար, որտեղ ունեն այդ օգնության շրջանակը եւ միայնակ չեն լինի լրիվ նոր երկրում իրենց գոնե առաջին քայլերը կատարելիս։ Բայց այս առումով, քանի որ խոսք գնացել ժողովրդագրության ռազմավարության մասին, պետությունը փորձեր է անում, որ այս դրդապատճառն էլ ինչ-որ առումով մեղմվի, որպեսզի մարդկային կապիտալը եւ օրինակ սփյուռքում արկա բիզնեսները ցանկություն եւ խթան ստեղծի, որպեսզի դրանք տեղափոխվեն Հայաստան եւ ոչ թե լինի հակառակը, որովհետեւ բարձր որակավորում ունեցող անձանց դեպքում էլ այս դեպքում մենք ունենում ենք մարդկանց ուղեղների արտահոսք։
Եվ եթե կոնկրետ քայլեր, ծրագրեր չձեռնարկվեն, ապա այդ արտահոսքը միգրացիան կշարունակվի եւ դա բացասաբար կազդի մեր բնակչության ընդհանուր թվականակի վրա։ Թերևս ոչ միայն ուղեղների, այլ նաև վարպետների օրերս են դրա մասին ենք խոսում, որ վարպետները, ովքեր կարող են ձեռքով ինչ-որ գործ անել, շատ միջին մակարդակի աշխատողները, ովքեր նաև մեր ամբողջ երկրի ինֆրաստրուկտուրան են պահում, մենք այս ոլորտում էլ ունենք շատ լուրջ արտահոսք, ձեր ասած Ռուսաստան եւ այլն, Տաթևիկ ինչ պետք է անի ընդհանրապես երկիրը, կան ինչ-որ պարամետրեր մշակված կամ այսպես ասենք միջազգային փորձ, որ ցույց է տալիս, որ ինչ-որ կետեր իրականացնելու դեպքում երկիրը կարող է չեմ ասի վերացնել, որովհետև դա անհնարին է, բայց ինչ-որ չափով մեղմել արտագաղթը։ Շնորհակալություն հարցի համար, սա հենց այնն է, ինչի մասին ես քիչ առաջ խոսում եմ, ժողովրդագրության ռազմավարությունը, որ այժմ դրված է հանրային քննարկման։ Մեր գրասենյակն աջակցել է դրա մշակման գործընթացին եւ ներառվել են նաեւ լավագույն փորձը ներկայացնող փորձագետներ այս առումով մեզ հետ աշխատել են լավագույն փորձագետներն արտասահմանից եւ տեղում մեզ հետ աշխատել է Ամերիկայի խորհրդատվական ծառայությունների կենտրոնը եւ ունեցել ենք փորձագետներ Վիեննայի համալսարանից Վիտգենշտայնի ժողովրդագրության եւ մարդկային կապիտալի զարգացման, Պրահայի Չարլզի համալսարանից, Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչներից եւ այդ ուղեղները մեր գրասենյակի թե տարածաշրջանային, թե տեղացի գործընկերների հետ միասին փորձել են մշակել, հասկանալ այն պատճառները, որոնք որ այս դեպքում մենք ունենք ժողովրդագրության խնդիրների հետ կապված, ընդգծել գերակա ուղղությունները, որի հետ կապված պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն ժողովրդագրության տեսանկյունից, արվել են կանխատեսումներ եւ սա իրականում ունիկալ ռազմավարություն է, որովհետեւ այն հիմնված է կոնկրետ թվերի եւ կոնկրետ կանխատեսումների վրա։ Եւ յուրաքանչյուր գերակա ուղղություն ունի իր ենթածրագրերը, ենթածրագրերի հետ կապված ունենք ֆինանսական հաշվարկներ։ Եվ եթե խոսենք բուն միգրացիայի հետ կապված, միգրացիայի դրդապատճառների նվազեցումը ռազմավարության գերակա ուղղություններից մեկն է։ Եվ եթե խոսեմ կոնկրետ ծրագրերից, այո, կան կոնկրետ ծրագրեր, կոնկրետ ֆինանսավորում պահանջող պետությունից, որոնցից է օրինակ բարձր որակավորում ունեցող անձանց, ովքեր որ ինչ-որ ժամանակ աշխատեն Հայաստանում, առավել լավ եկամտահարկի պայմաններ, ինչ-որ ժամանակով դրանց նվազեցում, եթե բիզնեսը տեղափոխվում է Հայաստան, 0% շահութահարկ եւ 10% եկամտահարկ, օրինակ եւ այդպիսի խթանների միջոցով փորձ է կատարվում, որ մարդկային կապիտալը ունենա այն բարենպաստ պայմանները, որ աշխատի եւ արարի Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ դրդապատճառներից խոսելով, օրինակ կա այնտեղ կետ հարցաթերթիկի լրացում Հայաստանից մեկնելու ժամանակ, որպեսզի մենք օրինակ ավելի լավ պատկերացում ունենանք, թե ինչու է այս մարդը մեկնում կամ ինչքան ժամանակով։ Հյուպատոսական ծառայությունների բարելավում, բարեփոխում, զարգացում, որ եթե հայը արտասահմանում է բնակվում, հեշտ հասանելի լինի իր համար հյուպատոսական ծառայությունը գրանցման համար եւ կապը չկորի, որպեսզի ելի մենք ունենանք միգրացիոն հոսքերի մասին առավել հստակ տեղեկություններ եւ դա էլ օգնի ժամանակի ընթացքում շտկել այդ քաղաքականությունը եւ ռազմավարությունը, որովհետև էլի ռազմավարության տեսանկյունից եթե խոսենք, այն ակնկալում է ամենամյա արդյունավետության գնահատում, մշտադիտարկում եւ ծրագրերի փոփոխություն։ Սա մի քանի ծրագիր էր ուղղակի որ նշեցի, կան նաեւ այլ ծրագրեր, որոնք էլի ուղղված են թե միգրացիայի դրդապատճառների նվազեցմանը, բայց համալիր առումով ընտանիքի բարեկեցության, լավ կենսապայմանների, մարդկային կապիտալի զարգացման, ինչը բերում է կյանքի առավել լավ որակի բարձրացմանը եւ այդ համալիր գործողությունների շրջանակը կբերի նրան, որ գուցե ինչ-որ ժամանակ անց միգրացիայի դրդապատճառները նվազեն եւ մարդիկ ուզեն շարունակեն ապրել այստեղ երեխաներ ունենալ, աշխատել եւ ծերանալ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ միասին։ Տաթևիկ, այդուհանդերձ որոշակի միգրացիոն, հենց աշխատանքային միգրացիա ներհոսք մենք ներկախտ մենք նկատում ենք, խոսքը հիմնականում Հնդկաստանի քաղաքացիների մասին, այսինքն ենթադրում եմ, որ Հնդկաստանի դժվար է հասկանալ, թե կոնկրետ որ Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի որերից են այս մարդիկ գալիս, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ այդուամենայնիվ գալիս են Հայաստան գործ անելու նպատակով, աշխատելու նպատակով։ Այսինքն իրավիճակը մի քիչ այնքան էլ վատ չի, ենթադրում եմ, եթե երկիր կա ներգաղթ աշխատանքային, ուրեմն երկրի հետ կապված որոշակի հույսեր կարելի է այնուամենայնիվ կապել։
Մեր գրասենյակը որպես այդպիսին հետազոտություն չի իրականացրել աշխատանքային միգրանտների հետ կապված, ինչքան հիշում եմ, մի քանի տարի առաջ նախարարություններից էկոնոմիկայի նախարարությունն էր 20-ից 30 հազար օրինակ հնդիկների ինչ-որ թիվ շրջանառում, բայց չեմ կարող փաստել, որովհետև մենք չունենք այդ թվերը, մենք չունենք այդ հետազոտությունը։ Միևնույն ժամանակ, այո, կարող ենք որդեգրել այդ լավատեսական դիրքորոշումը, որ ամեն դեպքում աշխատանք կա, ինչ որ առումով մարդիկ գալիս են, գնում են միգրացիոն հոսքերը անխուսափելի են ամբողջ աշխարհում, մարդիկ միշտ շարժման մեջ են գտնվում եւ հետաքրքրականն այն է, որ նույնիսկ օրինակ փախստականների տեսանկյունից, եթե մենք նայում ենք այն երկրները, որ առավել շատ փախստական են ընդունում, դրանք ոչ թե զարգացած երկրներ են, այլ զարգացող երկրներ են։ Ինչու, որովհետև մարդիկ շատ հաճախ, երբ որ ուզում են մեկնել եւ արագ մեկնել, երբ որ այդ պատերազմի, կոնֆլիկտի, խոշտանգումների պատճառով են մեկնում, հիմնականում մեկնում են իրենց ամենամոտիկ սահմանային երկիրը, որը որ պարտադիր չունենա ինչ որ եվրոպական բարձր զարգացած կարգավիճակ։ Շատ հետաքրքիր միտք ասացիք, փորձենք ամփոփեք, մեր զրույցը այդ համընդհանուր տրենդների դիտարկմամբ, տեսեք, ես այստեղ տեսնում եմ, եթե խոսենք ընդհանուր համաշխարհային միգրացիայի հետ կապված, երկու իրար հակասող, հակադիր ուղղությամբ գնացող տրենդեր։ Մի կողմից հստակեցվում են երկրների միջև սահմանները, չգիտեմ, սահմանազատման խնդիրները շատ ավելի հստակ կանոնային են դառնում, այդ պասպորտ սեղաններ, չգիտեմ, ելքի եւ մուտքի վիզաներ, այս ամեն ինչը դառնում է բավականին, ինչքան երկիրը լավն է եւ հաճելի է, այնքան բավականին բարթանում է, այս ամեն ինչը։ Այսինքն մի կողմից խոչընդոտվում է այդ ազատ տեղաշարժը մի երկրից մյուս երկիր մյուս կողմից, մենք տեսնում ենք թերևս մարդկության պատմության մեջ չլսված տեղաշարժ մարդկային խմբերի, մարդկային հոսքերի, կան արդյոք ինչ-որ հետազոտություններ կամ դիտարկումներ մասնագիտական, այսպես ասենք, համայնքում, թե այս երկու հակադիր տրենդերը մեզ ուր կտանեն եւ ինչ մեծ ազդեցություն կարող է դա ունենալ ընդհանրապես մարդկության վրա։ Տեսեք, ես մեր զրույցի սկզբում նշեցի, որ 2020 թվականին աշխարհով մեկ կար 280 միլիոն միգրանտ։ Դրանցից շատերը փախստական են, ներքին տեղահանված են, միգրանտներ են, ովքեր արդեն ծնվել են այն երկրում, որտեղ հաշվարկված միգրանտներ են, թե մոտավոր թիվն են նաև այսպես կոչված ոչ լեգալ հիմա։ Սա միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներ են, կարծում եմ երկուսն էլ ներառում են, բայց կարող եմ ճշտել, վստահ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, եթե մենք նայում ենք բնակչության, աշխարհի բնակչության տեսանկյունից, սա կազմում է մոտ 3% աշխարհի բնակչության։ Իսկ այնպես չէ, որ բոլորը շարժի մեջ ենք։ Շարժը միշտ եղել է ամբողջ աշխարհում, միշտ այդ հոսքերը եղել են, թե ներքին, թե արտաքին, թե երկրների մեջ, թե երկրներից դուրս, եւ սա գլոբալիզացիայի, արկա ուրբանիզացիայի եւ մնացած այլ գործընթացների մարդիկ միշտ ելքը կգտնեն ինչ որտեղ գնալու, եթե ունեն այդ մտադրությունը։ Բայց եթե մենք նայում ենք, որ այն փաստին, որ աշխարհը մեծանում է եւ միգրացիան էլ կթվար, որ մեծանում է, բայց եթե մենք նայում ենք 2000-ականների սկզբի պատկերը 150 միլիոն էր այն ժամանակվա թիվը, ոչ թե 280, բայց ելի այն կազմում էր մոտ նույն 3%-ը։ Այսինքն աշխարհի մեծանալու բնակչության թվականակին մեծանալուն զուգընթաց, այո, միգրանտների թիվն էլ է մեծանում, բայց ելի իրենք կազմում են գրեթե նույն տոկոսը, ինչ որ կազմել են մի քանի 10 տարի առաջ օրինակի համար։ Չենք կարող ասել, թե սահմանների միջև հստակեցումը ինչ ազդեցություն կունենա, գուցե բացասական ազդեցություն կունենա, բայց դա չի ազդի այն առումով, որ միգրանտները եթե ուզենան գնալ ինչ-որ այլ երկրներ, կփոխեն ուղղակի այն երկիր, կգնան երկրի ներսում, էլի դա կլինի ներքին միգրացիա, կգնան այլ երկիր, որը որ կապահովի այդ իրենց ազատ մուտքը։ Այնպես չէ, որ մենք ինչ-որ հետազոտություն ենք արել գրասենյակում, որ ես սա կոնկրետ փաստեր եմ նշում, բայց զուտ փորձագիտական վերլուծական տրամադրություն, եթե մարդը ուզում է մեկնել, նրան ոչինչ չի կանգնեցնի, հատկապես իմ դիտարկումներով հաշվի առնելով այս նաև որոշ երկրներում դեմոգրաֆիական խնդիրները, որոշ խոշոր երկրներ նաև ուզում են միգրանտները որ գան իրենց մոտ, ուրիշ հարց է թե ում են իրան կոնկրետ ուզում, այսինքն որ մասնագիտության կրողներ են եւ այլն։ Շատ լավ, ամփոփելով ձեր այսպես ասենք մասնագիտական ավելի շատ կարծիքն եմ հարցնում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոչ միայն 2020, այլ ընդհանրապես 30 տարվա այդ անվտանգային խնդիրները եւ պատերազմական իրավիճակը, արդյոք մեր երկրում արտագաղթի խնդիրը համեմատած երկրներ այդքան օրհասական եւ կատաստրոֆիկ է, ինչպես հաճախ իմ գոլեգաները սիրում են նկարագրել մեդիայում, թե
թե ոչ։ Ունենք խնդիրը արտագաղթի բնականաբար եւ երևի թե այդ օրհասականը քննարկվում է այն առումով, որ մեր բնակչության թվականակը որ քիչ է եւ եթե խոսում ենք արտագաղթի բարձր թվերի մասին, մարդկանց մոտ ստեղծվում է այն տպավորությունը, որ շուտով բոլորը կգնան եւ մարդ չի մնա Հայաստանում բնակվող, բնականաբար խնդիրը կա, բայց եթե լինեն կոնկրետ լուծումներ, պետական քաղաքականություն ճիշտ մշակված ըստ կանխատեսումների, ըստ դրդապատճառների, փորձելով հենց այդ պատճառներին հասցեագրել եւ լուծումներ գտնել, ապա միանշանակ կարող ենք ասել, որ պատկերը կփոխվի, որովհետեւ մարդիկ եթե ունենան այն կենսապայմանները, այն հնարավորությունները, որ շարունակեն ապրել այստեղ, դա դրական ազդեցություն կունենա արտագաղթի վրա։ Խնդիրը կա, բայց ամեն դեպքում փորձելով լավատեսական լինել, կարող ենք ասել, որ լուծումներն էլ կան եւ այդ լուծումները մեզ կօգնեն, որպեսզի այդ օրհասական իրավիճակին արտագաղթի առումով երկիրը չհասնի։ Շատ լավ, շատ շնորհակալություն Տաթևիկ, ես բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին կրկին հիշեցնեմ, որ Մեդիալաբի եթերում պատերազմի հետքը ոդքասթների շարքի հերթական էպիզոդն էր, մենք այսօր քննարկում ենք արտագաղթը, թե ինչպես է պատերազմը ազդում մարդկանց, այսպես ասենք, երկիրը լքելու ցանկության վրա, այսօր մեր հյուրներ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչություն եւ զարգացում ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բադալյանը, շատ շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ հրավերի համար։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, կհանդիպենք։